Բազում պատերազմների մասնակցեցինք, ես և դուք ինձ հետ միասին։ Հաղթեցինք երբեմն էլ պարտվեցինք, բայց հաղթությունը ավելի հաճախ էր։ Սակայն այդ հաղթանակները մարմնի պարծանքի համար էին ավելի, քանզի հրամանավ այս աշխարհի թագավորի մարտնչեցինք, շատ պարգևներ և նվերներ ստացանք հաղթանակների համար, սակայն այդ ամենը անցողիկ փառք է։ Եվ եթե մահկանացու թագավորի հրամանով անցանք, այնքան արի կռիվների միջով եղանք արի, որ չափ առավել ևս վասն անմահ թագավորին, որ տերն է ապրողների և հանգուցյալների, որ դատավորն է բոլորի։ Արդ աղաչում եմ ձեզ, ով իմ քաջ դիզակակիրներ, մանավանդ որ ձեր մեջ կան ինձնից առավել քաջեր, մի երկնչեք հեթանոսների հրոսակներից և ետ մի քաշեք ձեր մահկանացու թիկունքները սրերից, և եթե տալիս է Տերը մեզ հաղթության ուժ, սատկացրեք թշնամու զորությունը, որպեսզի ճշմարտությունը փառավորվի, և եթե ժամն է հասել մեր կյանքի մահվան, սուրբ պատերազմի ուրախությամբ ընդունենք այն, և արդ երկու անգամ, 100 անգամ, Տերը ինքն իր մեծագույն զորությամբ օգնեց մեզ սատկացրինք անողոր մոգերին, սրբեցինք պղծության հեթանոսությունը, նա, ով ամպերից բարձր էր գոչում, գահավիժեց մեր ոտքերի տակ, ահա նա, ով զորություն էր բերում և չարություն էր բերում մեր սուրբ եկեղեցուն, կռվում է միշտ աղեղով ու նիզակով մեր դեմ։ Եվ մինչդեռ կարծում է, թե քրիստոնեությունը կործանվեց, երբեք չհաջողվեց այդ դրան և երբեք պիտի չհաջողվի, քանզի հիմքերը մեր դրված են ոչ թե երկրային հողի վրա, այլ երկնքի, որպես անձեռագործ շինույթը Քրիստոսի։ Ամուր եղեք և երբեք մի մոռացեք մարտիրոսությունը մեր ազգային, ով քաջեր, այդ մեր ջանքերով է, որ պիտի ցույց տանք զորությունը Աստծո և մեծությունը նրա։ Ահա ժամն է, որ ամենայն կեղտ մաքրենք մեր միջից, որպես սգավոր տրտում ենք հոգով և մարմնով, և այսօր նույն մարմնով և հոգով զվարթ ենք ու զգաստ, քանզի Տերը բարերար ինքն է մեզ առաջնորդ, որ ոչ թե մի մարդու զորավոր, այլ ինքը զորագլուխը բոլոր ժամանակների մարտիրոսների, ինքն է մեծագույնը մարտիրոսների։ Վախը նշան է թերահավատության, վաղուց է ինչ մերժեցինք թերահավատությունը և երկյուղը այլևս մաս չէ մեր մտքի ու սրտի, ով ազգ, ով քաջորդիներ մեր ազգի ոտքի